Շնորհակալություն մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, օրակարգային հարցով ներկայացված է կառավարության համապատասխան որոշման նախագիծ, որով առաջարկում ենք այս ոլորտում որոշ փոփոխություններ անել։ Մինչ փոփոխություններին անդրադառնալը ես ուզում եմ հատուկ ընդգծել այն հանգամանքը, որ հաշվառման քննական ծառայությունների շրջանակներում մենք անընդհատ շարունակում ենք երկխոսությունը քաղաքացիների հետ, պարոն վարչապետ, եւ առավելապես քաղաքացիների եւ նախարարության միջև տեղի ունեցած երկխոսության շրջանակներից դուրս ենք բերում լուծումներ եւ դրանք արդեն տարբեր փաթեթների շրջանակներում փորձում ենք կարգավորել։ Առաջին լուծմանը անդրադառնամ, առաջինը վերաբերում է թվայնացման մեր հանձնարարության շրջանակներում այս ոլորտում արդյունավետ կառավարում երաշխավորելուն, ինչի մասին է խոսքը։ Այս պայմանությամբ շատ ենք ունենում դեպքեր, երբ որ օրինակ բժշկական հաստատությունների, կոնկրետ այս դեպքում Արմեդի հետ ինտենսիվ կապի բացակայությամբ պայմանավորված շատ հաճախ մենք շարունակում ենք վարելու իրավունք տալ այն անձանց, որոնք օրինակ կարող են թմրաբանական կամ հոգեբուժական հաստատությունում հաշվառում ունենալ եւ հնդածս երբ որ բացահայտում ենք այդ հանգամանքը նոր միայն դադարում է վարորդական իրավունքը, բայց այս պայմանությամբ փոխգործակցություն ենք երաշխավորում Արմեդի հետ, երբ որ կկարողանանք ըստ այդմ ավտոմատ եղանակով այս հանգամանքները բացահայտել եւ անգամ երբ որ քաղաքացին չի գալիս հաշվառման քննական ստորաբաժանում, բայց մենք ազդակ ենք ստանում Արմեդից, այս դեպքում արդեն սա հիմք է հանդիսանալու իրավունքի դադարման համար։ Երկրորդ փոփոխությունը վերաբերում է տեսական քննությունը հանձնելու պայմաններում դրա դրական արդյունքը պահպանելու ժամանակահատվածին։ Այս պայմանությամբ տեսական քննությունը դրական ստանալու պայմաններում 1 տարի ժամանակ ունեն մեր քաղաքացիները, որպեսզի կարողանան գործնական քննությունը հաղթահարել, պահպանելով տեսական քննության արդյունքները, բայց պիտի փաստեմ, որ վերջին տարիներին հատկապես բավական մեծացել է հաշվառման քննական ծառայությունների դիմելիության թիվը, աճ ունենք բավականի եւ հերթերի կառավարման տեսանկյունից շատ հաճախ այս մի տարին բավարար չի լինում անձանց դիմելու եւ նաեւ գործնական քննությունը հաղթահարելու։ Երկրորդ իրավիճակում օրինակ շատ են դեպքեր, երբ որ գործնական քննություններից բազմաթիվ են բացասական արդյունքները եւ կրկին մի տարի ժամանակահատվածը բավարար չի լինում այս տեսանկյունից եւ երրորդ իրավիճակը շատ են դիմում նաեւ այս տեսանկյունից քաղաքացիները 1 տարվա կտրվածքով չեն հասցնում ավարտել օրինակ ավտոդպրոցներում իրենց ուսումնառությունը եւ խնդրում են որպեսզի հետաձգվի քննությունը։ Սա շատ դրական ազդակ է այս տեսանկյունից, որովհետեւ սկսել են ավելի պրոֆեսիոնալ զբաղվել վարորդական ուսումնառությամբ եւ նոր միայն անցնել քննությունը։ Մենք նախատեսում ենք, որ 1 տարվա փոխարեն 2 տարի է հնարավոր պահպանել տեսական քննության դրական արդյունքը եւ ազատ հետո արդեն հերթագրվել եւ գործնական քննության համար օր որոշարկել։ Երրորդ փոփոխությունը, որը կրկին գալիս է մեր քաղաքացիներից, վերաբերում է վարելու իրավունքի դեպքում տեսական քննության հարցաշարերին։ Այս պայմանությամբ շատ են քննարկումները, որ մենք օրինակ թեթև մարդատար ավտոմոբիլների համար նախատեսված վարելու իրավունքի քննության հարցաշարում ներառում ենք օրինակ ավտոբուսների վարման հետ կապված հարցեր։ Հիմա դարձնում ենք շատ ավելի իդենտիկ, կոնկրետ կարգին եւ ենթակարգին բնորոշ հարցեր պիտի նախատեսվեն հարցաշարում, որը որ կօգնի մեզ դարձնել ավելի արդյունավետ այս կառուցակարգերը։ Այս փոփոխությունն առաջարկում ենք ուժի մեջ դնել սեպտեմբերի 1-ից, որպեսզի հասցնենք մեր թվային համակարգերը ադապտացնել այս փոփոխությանը։ Եվ վերջին փոփոխությունը, որը կրկին մեր քաղաքացիների հետ երկխոսության արդյունքից է ի հայտ եկել, վերջերս ազգային ժողովի կողմից ընդունվեց օրենսդրական նախաձեռնություն, որով փոփոխեցինք վարորդական իրավունքից զրկված անձանց վարորդական իրավունքի վերականգնման մոդելը եւ դրա հիման վրա կառավարության որոշումը պիտի սպասարկի այս օրենսդրական նախաձեռնությունը, նախատեսել ենք որոշակի փոփոխություններ, որոնք կօգնեն իմպլեմենտացման փուլը սահուն անցկացնել։ Մեր քաղաքացիները շատ են հետաքրքրվում այս օրենսդրական նախաձեռնության ուժի մեջ մտնելու ժամկետով։ Ես ուզում եմ փաստել, որ հուլիսի 6-ից օրենսդրական նախաձեռնությունն ուժի մեջ է մտնում եւ մեր մնացյալ ընթացակարգերը, որոնք որ նախատեսված են, արդեն մտնում են process-ի մեջ եւ կարող են դիմել, իհարկե պահպանելով բոլոր ընթացակարգերը։ Շատ կարճ թերևս այսքանը, պարոն վարչապետ, շնորհակալ։ Լավ ասեցիք, որովհետեւ արդեն նամակներ եմ ստանում, ասում են, ընտրություններից առաջ բան խոստովիկ ընտրություններն անցամ մոռացաք, էլի խաբեցիք քաղաքացիներին եւ այլն։ Հիմա երբ է ուժի մեջ մտնում։ Հիմա հուլիսի 6-ից, պարոն վարչապետ, օրենսդրական նախաձեռնություն ուժի մեջ է մտնում եւ երկու իրավիճակ կարող ենք ունենալ։ Առաջինը, օրինակ, եթե հուլիսի 6-ի դրությամբ արդեն զրկման ժամկետը ավարտված լինի, անձանց 1 տարի ժամկետով, օրինակ զրկվել են, զրկման ժամկետը ավարտվել է, հուլիսի 6-ի օրը հենց կարող են դիմել մինչեւ 1 տարվա ընթացքում։ Կարող են անձինք Հայաստանում չլինել։ Այսինքն ուր պետք է դիմեն։ Պիտի հերթագրվեն մեր on-line պլատֆորմով, օր վերցնեն կոնկրետ վարորդական իրավունքի վերականգնման համար եւ այցելեն հաշվառման քննական ստորաբաժանում, հիշենք, որ ունենք պետական տուրքի նախատեսում 50,000 դրամի չափով, պիտի արդեն տեղում կատարեն համապատասխան վճարումը եւ վարորդական իրավունքի վերականգնման հետ կապված եւս քննություն չեն տալիս, այս վերջին անգամ քննության։ Այո։
Շատ լավ, ես խնդրում եմ նաև իրազեկեք նախարարությունը թող պատշաճ իրազեկման արշավներ անի, որ մարդիկ տեղեկանան, թե ինչպես է դա իրականացվելու։ Նաև այնտեղ մենք նախկինում խոսել ենք, որ այն դեպքերում, երբ որ օրինական ուժի մեջ վնտած դատավճիռներով են զրկվել, այս կարգավորումը չի տարածվելու, այսինքն զուտ վարչական զրկումների վրա է տարածվելու, որովհետև օրենքով օրինական ուժի մեջ մտնած դատավճիռների դեպքում դա լուծելի չի, այն ժամանակ էլ մենք մարդկանց ասել ենք, բայց այդպիսի դեպքերը շատ չեն, 90%-ը ավելի, քան 90%-ը չէ, ճիշտ եմ, չէ՞ հիշում։ Մնացած մասով էլ այդ թեմայով էլ իհարկե ես տասնյակ նամակներ եմ ստացել, եթե ոչ ավել, այդ բոլոր իրավիճակների, որը վերահասցեագրել եմ բոլոր նախարարին։ Իհարկե այստեղ կա երկու նրբություն։ Առաջինը ակնհայտ է, որ մենք պետք է ճանապարհային երթևեկության անվտանգությանը ավելի ու ավելի մեծ ուշադրություն դարձնենք եւ ունենանք սկզբունքային դիրքորոշում, որովհետեւ խոսքը մարդկանց կյանքերի մասին է։ Երկրորդը այդ նամակների բովանդակությանը ծանոթանալիս իրոք էլի գալիս ենք այն վերակենդանում են համոզմունքը, դե որ նախկինում այդ քննությունները, տեստերը եւ այլը տենց առանձնապես պրակտիկ նշանակություն չեն ունեցել եւ ընդհակառակը գուցե թե այդ տրամաբանությամբ էլ գրվել են, որ տենց հնարավոր էլ չլինի, որ մարդիկ գան հանգիստ վճարեն, բոլորը գոհ ու երջանիկ լինեն, բայց քանի որ մենք հիմա մտել ենք իրական քննությունների փուլ, մարդիկ կան, որ իրոք նկարագրում են իրավիճակներ, որ նայում ես, ասում ես իրոք, ստեղ մի քիչ տրամաբանություն են չի, եւ ես դեռ ամիսներ առաջ նախարարին հանձնարարել եմ, որ մենք անընդհատ աշխատենք, որպեսզի այդ տեստերը, իրանց որակը, հարցերը, քննությունների ընթացքը բերենք տրամաբանական ճիշտ վիճակի, որ մեր անվտանգության համար մեզ անհրաժեշտ ստանդարտից ոչ մի միլիմետր ներքև չլինեն, բայց տրամաբանության շրջանակներից էլ դուրս չլինեն, բայց էդ էլա պետք է ասել, որ մենք այստեղ էլ զգուշ ենք, չենք վերցնում ուղղակի sense տողերով ջնջում, որ վերջում էլի կանգնենք նույն կոտրած տաշտակի առաջ եւ համբերատար պետք է այս process-ը սա մի որոշում է, բայց պետք է արձանագրենք, որ հավանականությունը մեծ է, որ սա վերջին այսպիսի որոշումը չի, որովհետև մենք անընդհատ պրակտիկ իրավիճակներից, այդ թվում քաղաքացիների արձագանքը, հական դեպքեր, որ նայում ենք, ասում ենք, հա, տենց էլ պետք է լինի, որովհետև պետք է լուրջ վերաբերվել, բայց կան դեպքեր, օրինակ այն ձեր նշած վերջին դեպքը, երբ որ մարդը գնացել է X մակարդակի կամ X որակավորման վարորդական իրավունք ձեռք բերելու, բայց մենք իրան մտցնում ենք մի փաթեթի մեջ, որ ինքը պետք է մի անգամից ավտոբուսի, չգիտեմ, վերամբարձ կռունկի եւ այլնի ստանդարտի հարցերի պատասխանի, մինչդեռ ինքը չի ուզում դա։ Հետևաբար այս հարցը պետք է բաժանել, եթե ուզում է, շատ լավ ուզում է, բայց մենք կանխավարկածով չասենք, որ դու այս շրջանակը պետք է բան անես, քննություն հանձնես, որ քեզ թույլ տանք սեդան մեքենա վարես, եւ կարծում եմ սա լավ բարեփոխում է, բայց ելի եմ ասում, մենք այն կանխավարկածով չենք, որ վերջ լուծեցինք այդ հարցը, եւ այն կանխավարկածով էլ չենք, որ ուղղակի պետք է բռնել տողերը ջնջել։ Պետք է հենց երկկողմ պետք է շատ խնամքով վերաբերվել, որպեսզի մենք նաև երթևեկության անվտանգության մեզ համար անհրաժեշտ եւ ցանկալի ստանդարտը կարողանանք պահել։ Խնդրեմ, պարոն Պապիկյան։